Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Հայաստանի պես փոքր երկրներում խաղային մարզաձևերի զարգացումը մի փոքր բարդ է ընթանում։ Դրանում կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ուստի յուրաքանչյուր հաջողություն, յուրաքանչյուր ձեռքբերում պետք է ամուր պահել եւ զարգացնել։ Օլիմպիական թիմը հայկական բասկետբոլում A-լիգայում նորամուտը նշել է 2025 թվականին եւ հենց նույն տարում այս թիմը դարձել է Հայաստանի սուպեր գավաթակիր։ Այսպիսի բան հայկական բասկետբոլում դեռ երբեք չի եղել։ Այսօր մենք եկել ենք ուսումնասիրելու եւ բացահայտելու Օլիմպիադանի ֆենոմենը։ Դե ինչ, գնացինք։ Արթուր Ավագյանը Օլիմպիադանի ավագն է, նա նաև մինչև 18 տարեկաների Հայաստանի հավաքականի ավագն է։ Արթուր, քո թիմը Հայաստանի սուպեր գավաթակիր է։ Հատկապես որ խաղից հետո հավատացիր, որ քո թիմը կարող է պատմություն կերտել եւ ինչու։ Դե սկսենք նրանից, որ հավատալ մի հենց դեմից էր, մենք միշտ հավատում էինք, առանց հավատալու ինչքան էլ ուզում ա թիմը ուժեղ լինի, ոչ մի արդյունքի հնարավոր չի հասնել։ Իսկ սուպեր գավաթի հաղթելը մեզ մոտ շատ մեծ մոտիվացիա է, որպեսզի շարունակենք նաև առաջնությունը հաղթելը, իսկ ինչը վերաբերում է նաև այդ հավատքին, մենք հասկացանք, որ պետք է ավելի շատ ուժ ներդրենք դրա համար եւ ոչ մեկ չէր հավատում, որ մեր մոտ դա կստացվի, ինչը նաև հանդիսացավ մեզ օգնող ստիմուլ, որպեսզի մենք կարողանանք հաղթել սուպեր գավաթը։ Հիմա դու քո թիմի ավագն ես, թիմին տանում ես քո հետևից, հաջողությունների եք հասնում, բայց կար ժամանակ, երբ դու ավելորդ քաշ ունեիր։ Երբ գիտակցեցիր, որ պետք է փոխել կյանքը։ Գիտակցելը շատ շուտ եմ գիտակցել, ուղղակի կոպիտ ասած չէր ստացվում։ Հիմա ստացվել է, ու շարունակում եմ իշխանավոր քրտնաջան աշխատել, որպեսզի բարելավեմ իմ խաղային որակները եւ թիմին օգնել հաջողություն գրանցելու հարցում։ Իսկ քո թիմի գլխավոր զենքը ո՞րն է։ Մեր թիմի գլխավոր զենքը երևի կասեմ թիմային խաղն է, որովհետեւ մենք անհատականապես այդքան էլ չենք փայլում այս բանին, շատ կոպիտ ասած մեծ կարողություն ունեցող խաղացողներ չունենք, բարձրացակ խաղացողներ չունենք, բայց մեր թիմային աշխատանքի շնորհիվ մեզ մոտ ստացվում անել այն, ինչ մենք ուզում ենք այս բանին։ Արթուր, դու համարվում ես նաև Հայաստանի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը։ Դա պարտավորեցնում է քեզ։ Շատ է պարտավորեցնում, շատ շնորհակալ եմ իմ մարզիչներին այս գնահատականի համար։ Շարունակում եմ քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանամ նրանց սպասելիքները արդարացնել։ Իմ ընկերները նույնպես շատ հեռանկարային բասկետբոլիստներ են, նույն մեր թիմի Գևոր Մանուկյանը, ով մինչև 20 տարեկաների հավաքականի տեխնացու է, Հատիս Ակումբում հանդես եկող Ներսես Ավագյանը, Ուրարտուում հանդես եկող Էդուարդ Մնացականյանը եւ այլն։ Շատ ունենք հեռանկարային բասկետբոլիստներ, բայց շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար եւ շարունակում եմ աշխատել, որպեսզի միշտ մնամ բարձր լեվելի վրա, այսպես ասած։ Թոմաս Օրդանյանը Օլիմպիադանի մարզիչն է, բայց բասկետբոլի հայ սիրահարները նրան կհիշեն նաև Հայաստանի հավաքականից։ Նա լավագույն տարիներն է անցկացրել Հայաստանի հավաքականում եւ դարձել է նաև Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։ Թոմաս, ձեր թիմը Օլիմպիադանը պատմություն կերտեց, բայց դուք խաղացել եք նաև Հայաստանի հավաքականում, լավ գիտեք թե բասկետբոլային նրբությունները, թե մնացած ամեն կարգավորումները, որը պետք է բասկետբոլում։ Խնդրեմ ասեք, ո՞րն է այս թիմի հաջողության գրավականը, ինչպես կարողացաք հենց նորամուտի տարում այսպիսի մեծ հաջողություն գրանցել։ Նախ ամենաառաջինը բոլորս ենք զարմացած Հայաստանի բասկետբոլի բոլոր սիրահարները եւ մասնակիցները, որ այսպես կարճ ժամանակում Օլիմպիադանը բարձր նվաճում ստացավ 25-26 A-լիգայի սուպեր գավաթը, որը բոլորիս շնորհավորում եմ։ Ճիշտ ասած, մի քիչ ավելի թիմը իրար հետ ավելի շուտ համախմբվեց, որը որ թիմային սպորտաձևերում դժվար է լինում, որ տարբեր երկրներից տարբեր խաղացողներ միասին մարզվում են եւ շուտ արդյունքի են հասնում։ Մեր մոտ դա ստացվեց, քանի որ մենք ուսումնասիրեցինք մեր օտար երկրի խաղացողներին եւ իրենց դրական եւ բացասական կողմերը գնահատեցինք եւ ըստ դիրքերի իրենց ճիշտ մարտահրավեր տվեցինք, որը հանդես գան հակառակորդ թիմի հանդեպ ու եւ մինչեւ այսօր արդյունավետ է աշխատում դա եւ մեր այսօրվա հաղթանակը ամբողջ մեր Օլիմպիադանի հաղթանակն է մեր բասկետբոլի ոնց որ ասած մուտքագործում նոր մեծ բասկետբոլ Օլիմպիադան թիմը։ Միշտ ունեցել է պատանեկան խմբեր, այսօր առաջին քայլն է տալի որպես մեծ բասկետբոլ։ Հայաստանում բասկետբոլային մեծահասակների թիմ հիմնելը լուրջ խնդիրների հետ է կապված։
լուրջ մարտահրավեր է։ Այս ընթացքում ինչ խնդիրների առջև եք կանգնել, որոնք են ամենաբարդ խնդիրները այս ճանապարհում։ Այս 2-3 ամսվա մեջ տենց խնդիրներ դեռ չենք ունեցել ենք զուտ դիրքային խաղացողների խնդիրներ, որ շատ լավ կլինի, որ մեր Հայաստանում բասկետբոլը զարգանա, որ մենք չմտածենք, որ այս դիրքում ինչ-որ օտար խաղացող բերենք համալրի այդ դիրքում, ու ես տեսնում եմ դա, որ մոտակա տարիներում մենք ունենանք մեր տեղացի բասկետբոլիստները, որովհետև Օլիմպիադանում արդեն 7-8 տարի է պատանեկան բասկետբոլիստները պարապել են, այսօր դառել են արդեն պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, Ավագյան Արտուրը, Հարությունյան Գագիկը, որը որ մեծ օգուտ են տալիս թե Հայաստանի հավաքականի տարբեր տարիքային կազմերում, թե ներկայիս պահին Օլիմպիադան ակումբին։ Իսկ այս ամիսների ընթացքում կա բասկետբոլիստ, որի առաջընթացը հատկապես ձեզ գոհացրել է, որի առաջընթացը հատկապես շատ է։ Հայ մարզիկներից կարող եմ նշել Արտուր Ավագյանին, որը որ այս տարի նա պատրաստվելու է մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես գալ։ Ամենակարևորը անփորձանք լինեն, հույսով եմ դեռ հաղթանակները մեծ առջևում են։ Այս մրցաշրջանում Օլիմպիադանի հաջորդ նպատակը գլխավոր խնդիրը ո՞րն է։ Այս տարի փորձելու ենք նվաճել 2026 թվականի Ալիգայի ավարտության չեմպիոնությունը։ Ճիշտ է, դժվար է լինելու, որովհետև բավականին լուրջ թմեր կան պատրաստված, բայց այդ թմերի մեջ նաև մեր անունն է արդեն այսօր գրվում Օլիմպիադան ու հասկանում եմ, որ դիմացի թմերը մարզիչները թե ակումբի նախագահները արդեն մեր հետ նստեն դաշտում մեր հետ խաղ խաղան, որովհետև արդեն տեսնում են, որ Օլիմպիադան արդեն թիմ է։ Արեգ Վայքյանը հայկական բասկետբոլում մարշական գործունեություն է ծավալում ավելի քան 30 տարի։ Նա գլխավորել է նաև մեր տարբեր տարիքային հավաքականներ, իսկ մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի հաղթող։ Պարոն Վայքյան, նախ խնդրեմ ասեք, թե ինչպես ընդգրկվեցիք Օլիմպիադանի մարշական կազմում ու ինչ խնդիր եք դրել ձեր առջև։ Նայեք, բացման օրվանից, երբ որ 10 տարի առաջ բացվեց Օլիմպիադանը, ես իմ գործունեությունը նաև ստեղ եմ սկսել ծավալել պատանի երիտասարդների հետ։ Այս տարի ղեկավարությունը մի նոր առաջարկով հանդես եկավ, որ ունենանք պրոֆեսիոնալ թիմ, որ երեխաները մեծանալուց ունենան նպատակ խաղալ այդ պրոֆեսիոնալ թիմում։ Եվ արդեն մեր սաները, ովքեր իրանց առաջի քայլերը արել են Օլիմպիադանում, այս պահին հանդես են գալի արդեն մեծերի Օլիմպիադան բասկետբոլային թիմում։ Ես միացել եմ թիմին միջ գավաթի փլեյօֆի խաղերը, մեր մոտ բաշխված աշխատանքը հավասարաչափ, իմ գիտելիքները փորձում եմ փոխանցել թիմին, թիմը ուժեղանում է փլեյօֆից առաջ, ուժեղանալու է փլեյօֆից առաջ եւ իմ օգնության կարիքը կար, ես միացա։ Հայկական բասկետբոլում երբևէ չէր եղել, որ նոր կազմավորված թիմը հաղթի որևէ գավաթ, դառնա չեմպիոն։ Ինչ եք կարծում, այս պարագայում Օլիմպիադանի հաջողության գրավականը կամ միգուցե նաև ֆենոմենը ո՞րն է։ Առաջի հերթին ասեմ, որ ֆենոմեն ասելով լավ մթնոլորտ թիմի մեկ, լավ պայմաններ, որի համար շատ շնորհակալ ենք Օլիմպիական կոմիտեին, նաև պարոն Ծառուկյանին, որ sense պայմաններ է ստեղծել թիմի համար եւ թիմը երբ ուզենա կարող է մարզվի, մենք դրանով ունենք առավելություն, օգտվում են բոլոր կոմպլեքսի բոլոր ծառայություններից, ինչ որ վերաբերվում է ու մասնագիտական մի քիչ գիտելիքներ, այդքան է։ Շատ փորձում եք։ Բասկետբոլում համարյա ամեն ինչ տեսել եք։ Ինչով է տարբեր այս թիմը մյուսներից։ Ինչով է տարբերվում։ Ասեմ ձեզ, երևի սրտանց են խաղում, դե չեմ ուզում մնացածին վիրավորեմ, բայց ասեմ, ամենակարևորը կարգապահություն կատարում են մարշական շտաբի դրած բոլոր կարգավորումները խաղից առաջ եւ ասեմ մթնոլորտ երևի, լավ մթնոլորտ։ Դե ինչ ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, առջևում Ալիգայի մրցաշարն է։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում նաև լավ ղեկավարներն են։ Օլիմպիադանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այս թիմը լավ մարզավիճակում լինի եւ լավ հանդիպումներ անցկացնի։ Արամ Հունանյանը թիմի ղեկավարներից մեկն է։ Արամ, ինչպիսի խնդիր է դրված թիմի առջև ու ինչ է կանելու, որպեսզի Օլիմպիադանը լավ հաջողությունների
շարան այսպեսի շարունակի։ Խնդիրներից մեկը արդեն լուծել ենք, որը սուպեր գավաթն է, որ ոնց որ վերցել ենք, բայց այսքանով կանգ չենք առնում, շարունակում ենք գնալ դեպի առաջ, նվաճենք նորանոր բարձունքներ։ Այս պահին հիմնական խնդիրը ալիգայում հաղթելն է, նվաճենք երկրորդ գավաթը։ Դրա համար անում ենք ամեն ինչ, դա մի հոգու աշխատանք չի, դա ընդհանուր թիմային աշխատանք է, օր ու գիշեր կրտնաջան աշխատանքի արդյունքն է եղել առաջի գավաթը, ուզում եմ հավատամ, որ երկրորդ գավաթն էլ կնվաճենք, որովհետև նույն տեմպով շարժվում ենք առաջ։ Ջորդանը, Դիշանը եւ Բագետը Օլիմպիավանի լեգիոներներն են։ Նրանք համալրել են թիմը ու բավականին ուժեղացել։ Դուք խաղացել եք ԱՄՆ-ի NCAA-ում, ինչ կասեք հայկական լիգայի մասին, որքանով է Հայաստանի առաջնությունը նման ձեր առաջնությանը։ Ես խաղացել եմ ԱՄՆ բասկետբոլի ուսանողական լիգայի առաջին եւ երրորդ դիվիզիոններում, որտեղ մակարդակը բավականին բարձր է։ ԱՄՆ-ում շատ են բասկետբոլիստներ, որոնք կարող են խաղալ առաջին դիվիզիոնում, բայց այնտեղ մրցակցությունը մեծ է ու ոչ միշտ են խաղաժամանակ ստանում։ ԱՄՆ-ի ուսանողական լիգայի ու հայկական բասկետբոլի միջև տարբերությունը նրանում է, որ Ամերիկայում խաղացողներն ավելի աթլետիկ են, բայց այստեղ ավելի թիմային են խաղում։ Փոխանցումներն ավելի շատ են, թեև խաղն ավելի արագ է մեր լիգայում։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրեք հայկական բասկետբոլի ուժեղ կողմը, որը դա կարող է լինել։ Հայկական բասկետբոլը կբնութագրեի որպես թիմային, որտեղ բոլորն իրար հետ են խաղում։ Մենք սովորում ենք միասին խաղալ, եւ երբ դա մեզ մոտ ստացվի, կդառնանք Հայաստանի ալիգայի լավագույն թիմը։ Շնորհակալություն։ Գաղտնիք չէ, որ Հայաստան գալով դուք ցանկացել եք հայտնվել նաև եվրոպական ուժեղակումներում։ Որ անկումում կցանկանայիք խաղալ։ Չեմ կարող առանձնացնել եվրոպական որևէ թիմ, քանի որ ձգտում եմ հասնել առավելագույնին։ Ինձ սովորեցրել են ձգտել աստղերին, որպեսզի գոնե լուսնի վրա հայտնվեմ։ Իմ գլխավոր նպատակը NBA-ն է, բայց եթե ընտրեի եվրոպական թիմ, ապա դա կլիներ Ռեալ Մադրիդը։ Thank you։ Ինչպես հաղորդման սկզբում ասացի, յուրաքանչյուր հաջողություն պետք է պահել եւ զարգացնել։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է հայկական բասկետբոլը ել ավելի զարգացնելու համար։ Հուսանք մեծ հաջողությունները նաեւ եվրոպական ասպարեզում երկար սպասեցնել չեն տա։ Եթերում չեմպիոնի հետներ, սպասեք մեզ։